Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ եք առանձնացրել, երևի սկսենք այս թեմայից աշխարհի լիդերները Հայաստանում են հայտարարություններ, գաղթաժողով։ Այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ իհարկե մեր հայրենակիցները տարբեր տեղերում բողոքի ակցիաներ են անում իլուր աշխարհի եւ իրենց կեղծ ժողովրդավարության, որ Հայաստանում եւ Բաքվում այսօր շարունակում են մեր հայրենակիցները խոշտանգվել, մի մասը Բաքվի բանտերում, մի մասը Հայաստանի բանտերում, Հայաստանում խոսքի ազատություն գոյություն չունի, ես ամենի հետ կապված, համեցեք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հետևորդներ, այսօր կցանկանամ խոսել մեր երկրում եվրոպական պատվիրակության վոյաժներից, կփորձեմ խոսել Նիկոլի վարած քաղաքականությունից, շատ բաց կփորձեմ ձեզ ներկայացնել, թե որը ինչի համար է արվում, որը ինչ օգուտ եւ վնաս կարա բերի մեր պետությանը։ Նախ բոլորը տեղյակ եք, որ ամբողջ Եվրոպայի առաջնորդները գտնվում են Հայաստանում մի բանի համար՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, ցույց տալու Ռուսաստանին, ցույց տալու ինչու ոչ ԱՄՆ-ին, Թուրքիային, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Իրենք աջակցում են այն դավաճանին հայ ժողովրդի համար, ով իրենց համար հերոս է։ Այ օրինակ, մի քիչ կարող առաջ ընկնեմ, բայց բաներ կա, որ եթե հիշում եմ պետք է ասեմ, որովհետև հետո կմոռանամ։ Արայիկ Հարությունյանին, որի մականունը հայտնի է Դթում անունով, այդպես են կոչում իրեն մեր հայրենակիցների զգալի մասը, օրինակ Ֆրանսիայի պատվո մեդալ են տվել, որպեսզի դուք հասկանաք դա ինչ մեդալի մասին է խոսքը, Ժակ Շիրակը այդ մեդալից տվել է Քրկ Քրքորյանին, չգիտեմ, այդ մեդալից տվել են Շարլ Անձնավուրին եւ Արայիկ Հարությունյանին։ Հիմա իմ ծիծաղը գալիս է, որ Արայիկ Հարությունյանը, ով հայտնի է բացի Դթում լինելուց նաեւ իր սեռական ոչ կայուն ուղղվածությամբ, նաեւ այդպիսի խոսակցություններ կա ժողովրդի մեջ, Մակրոնից ստացել է Ֆրանսիայի պատվո մեդալ։ Ինչի համար է ստացել։ Նաեւ Մակրոնից եմ սկսում խոսել, որովհետեւ ռուսերենով ասած ամենաշատ ռասկրուտկա եղած եվրոպացի առաջնորդը Մակրոնն է։ Դուս է գալիս վազվզում առավոտները մեր փողոցներով, ինչ որ հայտարարություններ է անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Հետո այս նոր առաջնորդների մոտ այս ցինիզմը եւ ստախոսությունը իրանց խոսքի ամենամեծ բաղադրիչն է կազմում, 80%-ը սուտ է։ Օրինակ Մակրոնը երեք ասում էր, որ 10 տարի առաջ ոչ մի Ֆրանսիայի ղեկավար չէր կարող գալ այսպես հանգիստ քայլեր Երևանով, չէր կարող իրեն այսպես լավ զգա։ Խի այդ Հայաստանը Մեքսիկան էր, ինչն էր չէր կարող գալ, կամ Սարկոզին ու Ժակ Շիրակը, որ եկան Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին տեսան, բարձր մակարդակով հանդիպում տեղի ունեցավ։ Այդ ինչ եղավ, որ կրակում էին իրանց վրա, կամ ինչ ծառերն էին ընկնում վրաները, փոթորիկ էր, կամ ինչ էր լինում, էլի ուզում եմ ասեմ, կամ Մակրոնը շատ գիտեր Հայաստանի տեղը, մի հատ էլ որ 10 տարի առաջ թե Հայաստանը ով է ընդունել, ում է ընդունել, պետքա ասեր։ Ասեմ ավելին, մեր պատվիրակությանն էին, օրինակ, չգիտեմ, Վատիկանում ընդունում մեր սրբերին Նարեկացուն եւ մնացած ցեղասպանության զորին սրբադասում Հռոմի Պապի մակարդակով եւ ամբողջ Եվրոպան իր հարկի տակ հայ ժողովրդին եւ հայ ժողովրդի սրբերին մեծարում էր, իրանց տալիս էին անմահ սրբերի կոչումներ, իսկ այսօր այդ եվրոպացիները եկել են Հայաստան մեր պետական բյուջեի հաշվին նկարվելու, այստեղի ժողովրդին fake կարծիք ձևավորելու համար, որ Նիկոլ Փաշինյանը ունի եվրոպացիների վստահությունը, որ ամեն ինչ նորմալ է, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ ուրախ է, Նիկոլի ոստիկանները բոլոր ակցիա անող մասնակիցների ճանապարհները փակում են, երեք տեսանք ՀՀԿ-ն քաղաքապետարանի մոտից քայլերթով ուզում էր գնար համալիր բողոքի ակցիա անելու համար, չթողեցին գնա տարբեր խմբեր ընդդիմադիր քաղաքում այս օրերին
ակցիաներ են անում բողոքի, հիմնականում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվում գերի լինելու համար, որը Նիկոլ Փաշինյանը ենթարկել է տոտալ վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ մարդու իրավունքների խախտմամբ, սահմանափակմամբ, դրա փոխարեն ինչ որ ուկրաինացի եւ ռուս գեյեր ուկրաինական դրոշներով համալիրի դիմաց պրո-ուկրաինական ցույցեր են անում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ընդունում է մի մարդու, մի տերորիստի հրյա անձնավորության Զելինսկի անունով, ով նախկինում եղել է ծաղրածու, Նիկոլի հետ շատ ընդհանուր բաներ ունի, ով իր հերթին Հայաստանի Հանրապետությունից, օրինակ արևմտյան սահմանները ռուսական բազան է պահում այսօր, Ռուսաստանին ռազմական կոշտ կոչեր է անում Հայաստանի մայրաքաղաքից Նիկոլ Փաշինյանի բերանը միջև ատամները բացած ծիծաղի ներքո։ Դա էլ քիչ է, Ալիևը միանում է լայվ տարբերակով եվրոպական առաջնորդների գլխավորությամբ տեղի ունեցող գագաթաժողովին եւ քիչ է մնում ասի, որ Երևանը Երևան է, խոսում է այդ գագաթաժողովի ժամանակ, որ ինքը ձերբակալել է տերորիստների եւ զավթիչների, իսկ այդ ամբողջ ընթացքում Նիկոլը ռեխը բաց, բերան չեմ կարա ասում է, որ ես կցանկանամ 2028 թվականին Բաքվում գտնվել, բայց հասկանում եք, սա ինքնասիրության խնդիր է, սա հայ ազգի արժանապատվության խնդիրն է, մեզ մեր մայրաքաղաքում, մեր երկրի մակարդակով փչացնում են, եւ այո, մեզ են փչացնում, Նիկոլը չունի ինքնասիրություն, Նիկոլը չի նեղվում, Նիկոլը Թուրքին շատ է սիրում, Նիկոլը իր ժողովրդին կոտորած մարդուն անընդհատ քծնում է եւ Էրդողանին եւ Ալիևին։ Նիկոլը հենց դա անձնավորությունն է, որ ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը չի արտաբերել։ Նիկոլն այն անձնավորությունն է, ով նեղվում է, որ Թուրքիայի դրոշ են վառում այստեղ, բայց չի բարձրաձայնում, որ Ստեփանակերտում նախագահական Ադրբեջանի նախագահի նախագահական կառույց մուտք գործելիս գետնին գցած է Արցախի դրոշը եւ Իլհամ Ալիևը Արցախի դրոշի վրա ոտքերը մաքրում է եւ դա ես նույնականացնում եմ նրա հետ, որ ոտքերը մաքրում է Նիկոլի բերանի մեջ ու հայ ժողովրդի ու մտնում է ներս։ Նիկոլեն անձնավորությունն է, որ Թուրքիայում հայկական դրոշ են վառում համացանցերով պատտում են, ինքը դրանից չի խոսում։ Նիկոլը եւ նիկոլականները այն մարդիկ են Արսեն Թորոսյանների գլխավորությամբ, որ Պետրոս լինելով համեկի Արսեն Թորոսյանին ասում է, բայց Ստեփանակերտում Սուրբ Աստվածամորթ տաճարը պղծում են, արա, այ աթեիստ, ասում է ինչ անենք, դա իրանց տարածքն է, ինչ ուզում են կարան անեն, մենք ոնց կարանք բան խոսանք, ասում է արա, դա հայկական եկեղեցի է, ինչի պաշտոնապես չեք մեղադրում, չեք քննադատում թուրքերին այդ գործողության համար, ասում է սենց խաղաղություն է լինում, արա, որ մեր եկեղեցին Ստեփանակերտում պղծեն, ասում է ասում ենք, ինչ ու ասեցինք ինչ, այսինքն ինչ է նշանակում, այս նույն տրամաբանությամբ, որ ինչ որ մեկը մտնի Արսեն Թորոսյանի տուն կանգամ բռնաբարի կամ աղջկան, ինքը պետքա կոնֆլիկտի չգնա, որովհետև եթե իր աղջկան ու դստերը կնոջը պաշտպանի, տեղ կարա ասենք փոխադարձ հարվածներ լինի, հայհոյանքներ, իսկ Արսեն Թորոսյանը ոնց որ շատ մարդամոտ ամեն ինչ կուլ տվող անձնավորություն է, բայց այս երևույթները միայն կուլ են տալիս Արցախի դեմ, եկեղեցիների դեմ արշավը, մեր ինքնության դեմ արշավները, իրանց անձի նկատմամբ, իրանց կանանց երեխեքի նկատմամբ հենց մեկը մի քննադատական բան է ասում, то էլ դատարաններով, էլ բերթերով, էլ տուգանքներով, էլ իրանց ողջ այդ քպայական մեծից փոքր
ամենաքիչ ռեյտինգ ունեցող անմակարդակից միջև ամենաճանաչված ՔՊԱ-կանը հագնում են այդ մարդկանց ալիքին, այնքան են պատասխան տալիս։ Բա այդ ձեր հանդուրժողականությունը մենակ Թուրքի հանդեպ, բա ձեր ժողովրդի հանդեպ չի այդ ձեր հանդուրժողականությունը, որ պետքա ներող լինել, խաղաղասեր լինել։ Արա դուք ձեր երկրում էլ խաղաղություն հաստատեք։ Երկրի կեսը քաղբանտարկյալ է, կեսը ձեր պատճառով Բաքվում է գերության մեջ, կեսը սրբազանները ԱԱԾ-ում կամ տնային կալանքների մեջ են, ընդդիմադիր քաղաքական գործիչների մեծ մասը, ովքեր շատ ակտիվ քննադատել են ձեզ, էլի կամ բերթերում են կամ ԱԱԾ-ներում են կամ մեկուսարաններում են կամ տնային կալանքների մեջ են։ Այո, եւ ուզում եմ ասեմ, այս հանդիպումը եվրոպացիների հետ, այդ հայրինը չեմ հասկանում, լացելով Մակրոնից ստորա դուք հիվանդ հո չեք, այսինքն ոնց այն Մակրոնը ձեզ ինչ ա արել, կասեք, Մակրոնն այն անձնավորությունն է, ով ասում էր, որ Արցախը դե ինչ-որ տարածք է, որ առաջ բնակեցված է եղել հայերով, հիմա բնակեցված է թուրքերով, պետք չի ինչ-որ բան սարքել։ Զելինսկին այն անձնավորությունն է, որ Կիևի հրապարակներում, Օդեսայի հրապարակներում, չգիտեմ, Խարկովի հրապարակներում, երբ 44-րդ օրն էր հայ-ադրբեջանական պատերազմի, նախ ֆոսֆորով օգնեց ադրբեջանցիներին եւ այսօր մի Նիկոլական եմ տեսել իր այջին գրել, այդպես էլ ոչ ոք չապացուցեց, թե ինչպես է Ուկրաինայի նախագահը աջակցել ֆոսֆորի զենքով Ադրբեջանին։ Չէ, պետք է քեզ գային դակլատ տային էլի, պետք է ասեին Մանուշ ջան, այդ փաստաթուղթն է, որով ֆոսֆորը, դուք հիվանդ եք, արա, այդ ֆոսֆորը տարածաշրջանում մենակ Ուկրաինան ունի։ Դու այդ ֆոսֆորը Ուկրաինան ա տվել Ադրբեջանին, ու Ուկրաինան ա գրել Ղարաբաղ C Ադրբեջան, պատերազմի ժամանակ, եւ դիվանագիտական խողովակներով, եւ քաղաքական խողովակներով, եւ հանրային խողովակներով, եւ տելեգրամյան, եւ սոցիալական խողովակներով տոտալ աջակցություն ա ցույց տվել հայ-ադրբեջանական, Արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ադրբեջանին։ Մեր հենա Մարիամն է փռշտաց, հաստատեց իմ ասածը։ Եվ այս ամեն ինչից հետո մեր երկրի ղեկավարը այնքան անիքնասեր տղա է, որ իր երկրի հետ պատերազմի մեջ եղած անձնավորությանը ամենաշատ օգնած երկրի ղեկավարին, ով դարավոր մեր դաշնակցի թշնամին է, կանչում է մեր մայրաքաղաք, կարմիր գորգով դիմավորում է, չհաշվարկելով հետագա դառը հետևանքները մեր ազգի ու ժողովրդի նկատմամբ ինչ է լինելու քիչ է, իրանց ներկայությամբ մի հատ էլ իրան կզծնողին, իրան տրյապկա սարքող Ալիևին, բերանը բաց, լսում է ոնց է թքում իր մայրաքաղաքի մեջ լայվ ֆորմատով իր վրա։ Այսինքն հասկանում եք, սիրելի ժողովուրդ, այս խաղաղություն, խաղաղ ապրենք, բան, այդ ժպիտ, բան, համերգ, Իվետա Մուկուչյան, տենց, չգիտեմ, ընդեղ Maroon 5, բան, այդ մարդիկ, որ գալիս երգում են, մեշոկով փող են վերցնում, մեր հաշվին գնում են, հանկարծ չմտածեք մեր երկրում ամեն ինչ նորմալ է։ Եվ այդ խորոված, մորոված փարթիների ժամանակ էլ ասեմ, որ հնդիկները եւ օտարերկրացիները ավելի մեծ քանակ են կազմել, քան հայերը, նաեւ այնտեղ կային մեծ թվով հայեր, ովքեր հերրախոսներով Ալենին, Արսեն Թորոսյանին, Հակոբ Արշակյանին, այն մեկին գնում էին վիդեոներով ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ, որ իրենց հարցերի պատասխանը ստանան։ Եվ եթե դուք ձեր արյան մեջա խափելով հաջողության հասնելը, մենք պատրաստ ենք շատ հանգիստ մեր ժողովրդի աչքերը բացել, բացահայտել, թե դուք ինչ եք անում։ Այ օրինակ, որ Հասմիկ Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը ասում են, դե տրակվեք ընդդիմադիրներ խաղաղություն ա եկել։ Մի վարքան ձեզ մոտ հարց տամ, էլի։ Օրինակ Զելինսկին, որ կանչել եք Երևան, որից հետո մենք պետքա դրա հետևանքները ունենանք, տեսնենք։ Այդ օրինակ պատերազմը ոնց է լինում էլի ըստ ձեզ, ասենք 30 տարի պետք է պատերազմը լինի, հա? Ասենք 5 օրվա մեջ Սյունիքի, Վարդենիսի, չգիտեմ, Կապանի մի շարք տարածքներ հանձնեցիք Թուրքին 4-5 օրվա մեջ իրանց ոտնձգության արդյունքում։ Այսինքն դուք
2-3 տարին մեկ պետք է 5-6 օրով տարածքներ տակ Թուրքին են մնացած 300 օրը ասեք նայեք ճպտում ենք խաղա թե ձեր կարծիքով այն որ ասում ենք խաղաղ չի պետք է ամեն օր Երևանը ռմբակոծեն կամ այդ որտե՞ղ եք դուք ցույց տվել ձեր խաղաղասեր լինելը կամ խաղաղ լինելը 6-7 հատ պատերազմ եք այս երկրի գլխին բերել մի հատ Արցախյան 44 օրյա պատերազմ մի հատ Արցախի օկուպացիա զավթում դա 2 մի հատ Սյունիքում հատվածներ եղավ կռիվներ եղավ այդ տարածքները տվեցինք մի հատ Կապանում մի հատ Վարդենիսում Կիրանցում առանց պատերազմի Սեփական ժողովրդի վրա պատեհ ու անպատեհ առիթներով Երևանի մայրաքաղաքում 2-ից 3 անգամ ամենակիչը կրակեք բացել ժողովրդի վրա Մարդու իրավունքները եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների իրավունքները ամենավերջին ձևով ոտնահարված են մեր երկրում Երկրում մարդիկ բաժանված են սևերի ու սպիտակների դա Նիկոլ Փաշինյանի մենաշնորհն է Ունենք այդքան քաղբանտարկյալներ երկրում սպանությունները այնց բարձր մակարդակի են որ համեմատես վերջին 30 տարվա հետ կարող է 30 տարուց այս տարի ամենաշատ մարդասպանությունն եղել ու դուք խաղաղությունից եք արա խոսում արա վեդիում 10 տարեկան աղջկեքի են բռնաբարում Բադոյան Սյուզին իր Facebook-յան էջին իր լրատվական գործունեության արդյունքում բացահայտում է արել, որ վեդիում երկու հատ անասունի ծնունդ 58 ու 68 տարեկան սեռական ոտնձգություն են արել անչափահասների նկատմամբ։ Մի տեղը երեխեն իր երեխեքին կապում, չգիտեմ, էլեկտրաշոկով ինչերի է ենթարկվում, այն մի տեղը ջահել տղերքի իրար վրա են ավտոմատներով, որը ցերեկով կրակում Այն մի տեղը մարդիկ դանակը իրար սիրտն են մտցնում, դուք խաղաղությունից եք արա խոսում, դուք երկրի ներքին բնականon կյանքը չեք կարողանում խաղաղ ապահովել, արա դուք ում եք խափում։ Այ Էրդողանի ու Ալիևի տրյապկեք, դե արի ու մի ասա։ Այս Ես կուզեմ ամեն դեպքում գալով հա Զելենսկու ելույթին ու Մեդվեդևի արձագանքին Փաշինյան, Զելենսկի այսպես հանդիպումը։ Դե Մեդվեդևի արձագանքի ինչ մարդը անվտանգության խորհրդի նախագահն է, ասում է երկու ռուսաֆոբ Երևանում Ռուսաստանից են խոսում եւ այն անձը ով մեր թշնամին է Հայաստանի ռուսաֆոբ ղեկավարի հետ քննադատում է մեզ այսինքն էլ ինչ սրանից ավել եւ նաեւ Մարիա Զախարովան է տվել պատասխան Նիկոլ Փաշինյանի Զելինսկու հրավերին Երևան ամենաբարձր մակարդակով եւ ոչ մեկ չմտածի որ մենք ռուսից վախում ենք կամ ռուսի շահն ենք պաշտպանում մենք Հայաստանի Հանրապետության շահն ենք պաշտպանում եթե դուք Չունեք այլընտրանք այդ դաշնակցի տեղը, դուք ոնց եք այդ դաշնակցի ոտքը տրորում։ Ասենք մի հատ լավ ասացված կկա։ Ասում է մի փորձեք կծել այն անձնավորությանը, ով պատրաստ է ձեզ ուտել։ Հիմա մենք Ռուսաստանից 1000 անգամ փոքր ենք, թե տարածքով, թե ռազմական ներուժով, թե տնտեսությամբ Եթե նույնիսկ չեք ուզում այդ երկրի հետ դաշնակցեք, ինչի համար եք մեղվի բույնը սենց մատով բզում, որ այդ երկիրը ձեր հանդեպ համարժեք գործողություն անի, որ դուք էլի մեր հայրենակիցների աչքերում ասեք նայեք ռուսը թշնամի է, նայեք ինչա անում։ Արա ձեր արածը չեք ասում, պատասխաններից նեղվում եք, համարժեք քայլերից նեղվում եք, բայց այդպես ո՞նց է լինում։ Կամ ուզում եմ հասկանալ որ այդ Եվրոպայի առաջնորդներին բերել է ստեղ։ Օրինակ ինչ հույս ունես, դու պատրաստվում ես Եվրամիություն մտնել։ Օրինակ երբ ես Ռուսաստանում եի եւ գերմանացի падգամավորի հետ էի խոսում, սիրելի հայրենակիցներ, այդ որ ասում եք, Եվրոպա, եվրոպական դառնանք մենք եվրոպացիների պես, ուրեմն շատ տգեղ բան եմ ասելու, բայց դա փաստ է, կարող եք մտնել համացանցով գտնել, որ Գերմանիայում կա օրենք որտեղ 7-8 տարեկան երեխաներին, նույնիսկ 3-4 տարեկան մանկապարտեզի երեխաներին շաբաթվա մեջ 2 օր տանում են մի սենյակ, որտեղ իրանք պետքա զբաղվեն ձեռնաշարժությամբ եւ ամեն սեր պետքա հակադարձ սերի հագուստ հագնի, այսինքն 3 տարեկան տղան յուբկա պետքա հագնի 3 տարեկան աղջիկը շալվար, սառոճկա, տղամարդու նման եւ պետքա զբաղվեն ձեռնաշարժությամբ։ Եվ դա պարտադիր է։ Ծնողը չի կարող հրաժարվել, որ իր երեխան
անմասն մնա այդ սրբա պղծությունից։ Եվ եթե ծնողը թույլ չի տալիս, որ իր երեխան այդ սենյակներում զբաղվի այդ ամեն ինչով, իր երեխային դատարանով, օրենքով խլում են իր ձեռքից, տանում են համասեռամոլների կամ լիզբիանկաների ընտանիք, որ այդ երեխային պահեն, դաստիարակեն, եւ ես ապշել եմ, ես անկեղծ չգիտեի այդ գերմանացի падգամավորը նախքին փախել էր Ռուսաստան իր 4 երեխաների հետ, որպեսի ազատվի այս օրենքից, որ իր երեխաները չդա, եւ ինչ են անում գերմանացիները։ Այդ երեխաներին 3-4 տարեկանում տալիս են շեղված ընտանիքների, դատարանը խլում է մորից ու հորից երեխային, տալիս են շեղված ընտանիքների, այդ երեխան 2-3 տարի այդ բարքերով ապրում է այդ ընտանիքում, հետո նորից դատ է լինում 6-7 տարեկանում, այդ երեխային հարցում են ուզում ես ծնողներիդ մոտ գնաս, այդ երեխան 3 տարեկանից ինքնագիտակցության մեջ իր ծնող ընդունում է արդեն այդ գոմիկներին կամ լիզբիանկաներին եւ ասում է ոչ, չեմ ուզում գնալ, այսինքն այդ անասուններ, այդ որ ասում եք Եվրոպա մտնենք, եվրոպական բարքեր, եվրոպական արժեքներ, Եվրոպա, արա, Եվրոպան ինչ ա ձեզ տալու։ Մի հատ խնդրում եմ, ասեք, ինչ ա ձեզ տալու։ Տալու է, որ 16 տարեկան երիտասարդները իրանց ծնողներին թողնեն գնան առանձին ապրեն, այդ ծնողների վրա թքած ունենան, ոչ պահեն, ոչ խնամեն, հա, ոչ եկեղեցի գնան, դառնան սատանիստ, հա, այսինքն երեխեքին տանեն մտցնեն սենյակները, որ մաստուրբացիայով զբաղ, հա, էսա արա ձեր ուզածը, այդ ու պրիտոմ, այս պիղծ արժեքների ջատագով Եվրոպան, ընեց չի, որ մեզ գրկաբաց ընդունում է իր ընտանիք, եւ բացի այդ, աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով, ասեմ, որ շատ լուրջ խնդիրներ կա Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեջ, որովհետեւ Հյուսիսատլանտյան դաշինքը ՆԱՏՕ-ն կանգնած է փլուզման եզրին, աշխարհաքաղաքական նոր երացող կետեր են ձևավորվում եւ բնավ Եվրոպան եւ ԱՄՆ-ն չեն պատրաստվում մեկ ամբողջական ինչ որ կորպուսի մեջ լինել եւ այս ամեն ինչի արդյունքում Եվրոպան չի երաշխավորը Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ խաղաղության, այլ Թրամփն է, ով մեր տարածաշրջանում շատ լուրջ հարված է ստացել թե ռազմական, թե տնտեսական, թե PR տեսանկյունից Իրանի կողմից, ով մինչև այսօր ոչ մի զիջում չի կատարել ոչ բանակցային սեղանին, ոչ ռազմի դաշտում, ոչ էլ ինչ-որ տեղ։ Հիմա Նիկոլ Փաշինյան Եվրոպայի հետևը ու Թրամփի հետևը բռնելուց, երբ նրանց դիրքերը մեր տարածաշրջանում ավելի են թուլացել։ Ոնց է պատրաստվում աշխարհաքաղաքական, դիվանագիտական սխալների տակից դուրս գաս։ Այդ որ ասում եք նայեք հրապարակի ինչ խաղաղա Մակրոնը հեծանի վազք, պաչիկ, գիրք, ստորագրություն, շուն, բան, հա, վուալա, վուասի, բան, այդ դրանք հասկացանք սաղ, բայց բա հետոն արա, բա հետևանքները, այդ կարող է գիտեք, որ այս պահվածքի պատասխանը մի ժամ հետո պետք է լինի։ Էդի ոնց, այսինքն օրինակ Ռուսաստանը կամ Ադրբեջանը մի ժամ հետո ռակետ գցեին Երևան, հա, այդ տես պետք է լինի։ Դուք հիվանդ եք, լավ ես չեմ, այո, Հասմիկ Հակոբյանը ասում է նայեք ինչ խաղաղ է մեր երկիրը։ Եղբայր 100 օր առաջ էր խաղաղ, բայց ասենք 5 տարի առաջ 5000 տղու գլուխ կերակ, սենց 5 տարին մեկ 6 տարին մեկ, ասենք 5000 հոգու գլուխ եք ուտելու, որ խաղաղ լինի, էլ նիտո խաղաղություն։ Նիկոլն է ասում ես խաղաղությունը պետք է միշտ ես անտրվեմ, որ ես չընտրվեմ, հետի դու ագենտ ես դառե, պատերազմ չես սկսում մեր հետ, ինչ ուզում են անում ես իրանց համար։ Այդ չեղավ ժողովրդի անունից խաղաղություն ես կնկե։ Բա որ հերու քեզնից գնացիր գլուխդ կպավ քարին ընկար մեռար։ Բա մենք ինչ ենք անելու։ Ուր է այդ թուղթը, որ դու սատկեցիր, մենք խաղաղ ապրելու ենք։ Որտեղ արա ամրագրված։ Որտեղով ես խաղաղություն կնքե։ Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը, տեղդ որ դու մեռն ես, նստեն երկրի ղեկավար։ Կանանալու են այդ խաղաղությունը պայն, ասում ես մենակ իմ անձով է, այդ ամեն ինչը պայմանավորված։ Այս Հասմիկ Հակոբյանին պետք է անդրադառնամ, էլի, ասենք ասում է, բանը գնացել է իրանց լրատվամիջոցներից մեկի մոտ, ասում է, ինչ օրինակ, ինչն է վատ, մենք օրինակ ասում է Ադրբեջանով ուղիղ ցորեն ենք բերում Հայաստան,
Բան է դե լրագրողն է ասում է ոնց բանը Վրաստանով, հա, Ադրբեջանից հա չէ, ասում է բա ապա շրջափակում ինչ է դա կապված։ Ուղիղ մեր երկիր է գալիս Իրանից սնվող լրագրողը ապշել է, ասում է, հա, Տիկին Հակոբյան, ես նոր լսեցի դա։ Հետո ուրիշ բան ասեմ ձեզ։ Այս Հասմիկ Հակոբյանը այն օրը ազգային ժողովում մի հատ վիդեո է միացրել, ասում է սիրելի հայրենակիցներ, մենք կալուգացիների, Ռուսաստանից սնվողների, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Տաշիր Սամվելի, Սամվել Կարապետյանի նման փողեր չունենք։ Սա իմ հաշվի համարն է, խնդրում եմ գումար փոխանցեք, որ կարողանանք քարոզարշավ անենք։ Լսերանն է, սա ցեղին ազգային ժողովում տեղավորել է գործի, արա։ Հանրային կապերի վարչությունում մորքուրն է աշխատում, չգիտեմ, Ալեն Սիմոնյանի օգնականը Դվայորդնի քուրն է, ասենք падգամավորի 3-4 օգնական քրոջ երեխեքն են, ինքը ասենք ազգային ժողովի падգամավոր է, ընդ տատը կարող է նամակագրության բաժնում ինչ-որ բան անում, չգիտեմ, ասենք նախ մի 5-6 միլիոն երկրից տուն են տանում ամսական, եկել է ձեռը առնում, ասում ես իմ հաշվի համարն է, փող կցեք, որ քարոզարշավ անեմ։ Նայ, ես 10,000 դրամ այդ հաշվի համարին կգցեմ Հասմիկ, որ դու կարողանաս քարոզարշավ անես, բայց դու ուրեմն պետքա ցույց տաս այդ հաշվի համարի պարունակությունը, ինչքան են ձեզ փող տվել, ու ինչքան է ձեր ծախսերը քարոզարշավի, ասենք, չգիտեմ, 150,000 քեզ փող փոխանցեն, թե չփոխանցեն, դուք, ասենք, ամիսը 200-300 միլիոնի ծախս եք անում, մենակ այդ ձեր փնթի Հայաստանի քարտեզներ, բաներ, այդ կակա մակա ալենը բանը, որ ուտում են այդ կուկուրուզ, մենակ է դրանք մի 20-30 միլիոն փող է անում ամիսը, այդ որ տենց մսխում եք պետական բյուջեից, այս համերգները, այս Վիվարոյի Վիգենի մայիս մեկյան բաները, հրապարակում քայլերտները, Ալիևը ընդ է Բաքվում, բանա ցույց տալի, լուրջ տանկերի, զենքերի, սամոլոտների շքեր, տեսրանք բերել են հնդիկներին մոպեդներով դրել են հրապարակում, ասում են մենք մայիս մեկյան աշխատավորների օրի ոչ աշխատանքային բան ենք նշում, հիվանդ են արա սրանք, ուզում են սրանք իրաց լուրջն է ինչ-որ մեկը աշխարհում, ասենք Պարսկաստանը լուրջ աշխարհաքաղաքական պատերազմի մեջ է, Հորմուզի նեղուցը փակ, տնտեսական կոլապս, Թրամփը ընդ խնդիրներ ունի, Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, էսի Մակրոնի հետ սելֆի անում, շուն են սիրում, պերաշկի են ուտում, կուկուրուզ են ուտում, սաղին խափում են, որ ինչա թե մի ամսից ընտրվեն, որ 5 տարի է փողերը լափեն, ընդդիմադիրներին կալանավորեն, Ադրբեջանի հետ վերջնական հանձնում ընդունումները կատարեն, պրոստե այդ ընդունումները հələ չենք տեսե, Բերանդ բաց Ալիևի հետ բան ես խոսում, մի տար չասեց իրարա, որ մեր Հայաստանի Հանրապետության ձեր այդ դոշի քարտեզի վրի մեծ տարածք օկուպացված է, Սև լճի տարածքը, Վարդենիսից տարածք, չգիտեմ, Կապանից տարածք, քո եղբայրների կողմից օկուպացված է, հələ Արցախի մասին չենք խոսում, այդ տարածքները եպ ես հետ վերադարձնելու մեզ, իմ պապերի տարածքները, որ տվել ես Թուրքին, արա, այ շանտ ծնունդ, եպ ես հետ վերադարձնելու ինձ իմ տարածքները, այդ քո Մակրոնները, Ուրսուլա ֆոն դեր Լայնները, այն մնացածը, այն Ալբանիայի նախագահն, Իտալիայի վարչապետը, այդ որ տենց Ավինյանը բանը Գրիգորյան մհեր ծաղիկ տալ սենց խոնարհվելից օքեյ արա այդ սա հասկացանք արա մեր անվտանգությունը մեր տարածքները մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները մեր բարեկամ պետությունների հետ մեր արտաքին քաղաքականությունը ցեղասպանության հարցը Արցախի հարցը, որը երբեք չի կարա վերանա, Արցախյան շարժումը նորից վերածնվելու է, քո ինադու Նիկոլու թուրքերի ինադու, երբ ես արա այդ հարցերից խոսալու, երբ ես թարգելու ժողովրդին խաբել, երբ ես թարգելու այս կապիկությունները, սիրելի հայրենակիցներ, մի քիչ էլ խոսամ կարող է ինձ ինֆարկտ խփի, չեմ կարա էլ խոսամ, ես ձեզ մենակ խնդրում եմ, բոլոր այն հայրենակիցներին իմ ովքեր պատրաստվում են ընտրության չգնալ, ես ձեզ խնդրում եմ, գնացեք ընտրության, ընտրեք կամ Սամվել Կարապետյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Արման Թաթոյանին։ Ես իմ վերլուծություններով այսօր տեսնում եմ, որ այդ 4 քաղաքական ուժը կարող են անցնել խորհրդարան։ Մի քիչ կասկած ունեմ Արման Թաթոյանի քաղաքական ուժի նկատմամբ, բայց մարդիկ աշխատում են, շփվում են ժողովրդի հետ։ Ես ձեզ խնդրում եմ,
Բացառապես Նիկոլ Փաշինյանին չքվեարկեք եւ քվեարկեք այդ 3-4 ուժերից մեկին չեմ էլ ուղղորդում ում ուզում եք ով Քոչարյանի աջակիցա թող Ռոբերտ Քոչարյանին քվեարկի ով Սամվել Կարապետյանի ծրագիրն է հավանում թող գնա իրանքը մենակ խնդրում եմ գնացեք ապահովեք ընտրությունների մաքսիմալ մասնակցություն, որ ընտրակեղտիկների դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը չկարողանա ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք բոլորս կարողանանք արժանապատիվ ապրել։ Լուսահոգի Արմեն Գրիգորյանը այս տաղավարից ասել է այդ անտերին մի ընտրեք, որ զոհեր չլինի էլ, որ մարդ չմեռնի էլ, որ տարածքներ չտանք էլ, մարդիկ իրանց կյանքով են արա վճարել, պայքարի ընթացքում դատարաններում մահացել են արա այդ մարդիկ շահ չունեին, այդ մարդիկ գյումրեցիներին չէին ուզում վիրավորեին, այդ մարդիկ չէին ուզում հայ ժողովրդին վատ բան լիներ, այդ մարդիկ պարզապես ձեզ տեղյակ էին պահում ինչա լինելու, այդ մարդկանց կողքին էլ մենք ամեն օր տեղյակ ենք պահի արա, մեզ ոչ պաշտոնա պետք, ոչ ազգային ժողովում падգամավոր դառնալա պետք, մեզ մեր ծնված մայրաքաղաքում արժանապատիվ ապրելա պետք, մեզ մեր Արցախն է պետք, մեզ մեր տատերին ու պապերին ցեղասպանած ժողովրդի պատիժն արա պետք, մեզ ուրիշ ոչ մի բան պետք չի, մեզ պետք է ունենալ այնց երկրի ղեկավար, որ տնտեսությունը կզարգանա, որ դպրոցներում մեր աշակերտները, մեր երեխեքը ցեղասպանության մասին կիմանան ու պահանջատեր կլինեն, Արցախը կդաստիարակվեն այնպես, որ հայկական է եղել, կպայքարեն միջազգային ամբիոններում արտաքին քաղաքականություն կվարեն այնպես, որ Արցախը կվերադառնա մեզ, այնպես կապրի երկիրը, որ կունենանք բազմաթիվ ռազմարդյունաբերական գործարաններ կունենանք հզոր բանակ եւ աշխարհում ոչ մի պետություն մեր մոտ Նիկոլ չի ներդնի, ներարկի, պատրաստի, որ մեզ ասենց պատմության մեջ գցի։ Այ մեզ էսա պետք։ Դրա համար խնդրում եմ բոլորիդ, մի ամիս բան է մնացել ընտրություններին։ Ես ձեզ խնդրում եմ անպայման գնալ ընտրության, գնալ ու ձեր խղճի կամքով ընտրել այն ընդդիմադիր ուժին, ով կհավաքի 4% անցողի քշեմը, իսկ եթե դաշինքա, այդ 7-8%-ը։ Շնորհակալ եմ։